Իրավականի գործընկերներ ավելի մանրամասն կասեն, բայց խոսքը շատ ճիշտ եք նկատում, որ հենց վրիպակի մասն է, որը նկատելուն պես բնականաբար այս գործընթացը տեղի է ունենում, որը ամբողջությամբ բխում է մեր երկրում գործող փաստացի համամասնական ընտրակարգի ոգուց եւ առհասարակ այդ բովանդակությունից։ Իսկ օրինակ նույն նաև քաղաքասարակությունից Դանիել Լեոնիսյան նշում է, որ 2 ամիս առաջ ամեն դեպքում խաղի կանոնները փոխելը խնդրահարույց է։ Այս հրատապությունը ինչով էր պայմանավորված, որ այս Նրանով, որ այս ընտրություններում եւս այդ բովանդակությունը եւ այդ գաղափարը առհասարակ տեղ գտնի, որ չի կարող օրինակ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ուժեղ քյաբաբ Ստյոպի հետ, Ստյոպի մոտ դաշինք, օրինակ, որ չի կարող նման բան տեղի ունենալ եւ վերջ։ Դրա մասին է ամբողջ խոսակցությունը, ինչ որ ստեղ նոր, չլսված, չտեսնված բան չկա։ Պարոն Ալեքսանդր, բազմապես տպավորություն է, որ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ իշխանությունը փնտրել է, որ ընտրական օրենսգրքում այդ վրիպակներ գտնի եւ բերի արագ դա փոխի եւ հատուկ ինչ որ ուժի դեմ քայլել։ Որ ուժի դեմ։ Դե դաշինք օրինակ անուն ուզում էր դներ Սամվել Կարապետյաններ անունը ներառելու բանը։ Ես նման բան եմ ասում, ես ասում ուժեղ քյաբաբ Ստյոպի հետ։ Համաձայն եմ ձեր հետ, որ դրանք նույնա բովանդակ ուժեր են, ուժեղ քյաբաբ Ստյոպի հետը եւ այդ ձեր նշած դաշինքը, համաձայն եմ, որ մեծ հաշվով բովանդակությունը նույնն է, գաղափարախոսությունը նույնն է, ու առանձնապես մեծ տարբերություն չկա, ունակալներ ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ թե որևէ ուժի դեմ չէ այս ամենը։ Այս ամենը հարգելի գործընկերներ Հայաստանում նորմալ համամասնական ընթացակարգով ընտրություններ ունենալու մասին է։ Բայց առիթը ի՞նչն է։ Քաղաքական համատեքստ ունի այս փոփոխությունը բանալը։ Ընտրական օրենսգիրքը իհարկե ունի քաղաքական համատեքստ։ Ընտրական օրենսգիրքը ո՞նց կարա քաղաքական համատեքստ չունենա։ Պարոն Ալեքսյանը ենթադրեք այս կամ այն ուժը որոշում է իր անվանից, որպես հանրության ավելի հասանելի լինի, հայտնի լինի իր առաջնորդի այսպես անունով։ Ուզում եմ ասել, որ ներկայացնելու ինչ փոթիրետերի փոխուժը տեսել։ Քանի որ նա ընդդիմություն ասում է, որ անհանգստություններն կոնկրետ անձի հետ կապված գործում։ Չէ, ընդդիմությունը սխալ եք ներկայացնում, ընդդիմությունը ասում է, որ իրանք կողմ են, որ այդպիսի բան չլինի։ Դա գործընթացը տանում է դեպի մեծամասնական ընթացակարգ, որտեղ դա մեծամասնական ընթացակարգին բնորոշ երևույթ է, երբ որ մարդու անձնանուն է քվեաթերթիկի վրա, որպես ուժի անուն, որպես այդպիսին, այլ ոչ թե քաղաքական կուսակցության կամ դաշինքի անուն։ Դրա մասին է ամբողջ խոսակցությունը։ Նույն կարգավորումը մենք ունենք թիմերում։ Իդեպ երբ որ թիմերում դա արեցինք, դեռևս ոչ մեկին ոչ մի տեղից չէր ուղարկել Հայաստան ձայներ հավաքելու, ինչ որ մեկին նվիրելու։ Այդ ժամանակ դեռ նմանատիպ բան չկար։ Թիմերում այս նույն կարգավորումը արել ենք, հարգելի գործընկերներ, դուք էլ դա լուսաբանել եք։ Առնվազն շատ տրամաբանական է, որ նույն կարգավորումը պիտի լիներ նաև ազգային ժողովի ընտրություններում եւ ել ավելի ակնհայտ է, որ պետքա լիներ նաև խոսքը նրա մասն է, որ վրիպակ ա եղել, որ չկա, բայց այս նույն կարգավորումը Հայաստանում թիմ ընտրություններ են տեղի ունենում, ինչ որ տենց սարից իջած մի կամ չգիտեմ լուսնից իջած մի կարգավորում չէ, էլի որ այս ոչի հարցեր եք տալ։ Դες ասում են նույնիսկ անվան հետ է կռել։ Ով է ասում։ Կներեք, ով է ասում։ Չէ, իրանց ներկայացուցիչ կներեք, մի հատ հստակեցնենք, խոսքը իրական մարդու մասին է, թե արհեստական բանականության։ Ում մասին է։ Հոլոգրամաներ էին, թե իրական մարդիկ։ Իրական մարդիկ են։ Այսինքն դուք գնացել ֆիզիկապես, չէ, անկեղծ ինչի եմ հարցնում, կներեք, խնդրում չնեղանաք, որովհետև իրանց բովանդակությունը 99%-ով գեներացված է արհեստական բանականությամբ։ Նկատեք, ազգային ժողովի բակում հենց հիմա կան իրական մարդիկ, հա։ Ազգային ժողովի նախագահը հրապարակել է տեսանյութը, որ նրանք հավաքված են, այդպես չի որ։ Չեմ տեսել, հարցնում եմ, դե տեղյակ չեմ։ Հավաքված են ազգային։ Չէ, տեղյակ չեմ, բայց հաշվի առնելով, որ իրանց դաշինքի առաջնորդն էլ, աջակիցներն էլ, իրանց ռոլիկներն էլ ամբողջությամբ արհեստական բանականությամբ են, զուտ հարցնում եմ, ինչ որ տենց անսովոր բան չէ, օրինակ նույն հարցը չեմ տալի, օրինակ, չգիտեմ, մյուս ընդդիմադիրների մասին։ Ում անունի։ Սամվել Կարապետյանը, որովհետև վախենում եք այդ ուժի ռեյտինգից եւ Դա այն նույն Սամվել Կարապետյանն է, որ այս մի 8 շաբաթ արդեն երևի քննչական կոմիտեից պատասխան ունի, դատախազությունից պատասխան ունի, էլ չգիտեմ, երևի ԺԵԿ-ի պետից էլ արդեն ինչ որ տեղեկանք ունի, որ ինքը հանգիստ կարա դուրս գա մարդամեջ ու խոսա եթերով, ինչ որ մի, բայց չի անում դա։ Մենք ենք վախենում իրոք
Այն մի հատ տեքստ էին տվել, ձեռը հրապարակել էր ուղիղ թարգմանությամբ օտար լեզվից, որի դեպի եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անեք, կհասկանաք, թե որ լեզվից է թարգմանված, ուղիղ թարգմանված անվել կա։ Փորձեք անել կհասկանաք, այնտեղ առնվազն մի քանի նախադասություն կա, կամ մի նախադասություն կա, որ շատ ուղիղ մատնում է այն լեզուն, որից որ ուղիղ թարգմանված է։ Այդ մարդը ոչ իր գլխի տերն է, ոչ ինքն է որոշում իր էջով ինչ պետք է դրվի, ոչ ինքն է որոշում թե իր դեմքով արհեստական բանականությամբ ինչ ռոլիկ պետք է վաղը սարքեն ու հրապարակեն, ոչ էլ ինքն է առհասարակ որոշում, թե ով է որոշում, պարոն Ալեքսանյան։ դե դա արդեն դուք ասեք։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եի մի հարց բանակի հետ կապված ձեզ հասնել որպես Պաշտպանության հանձնարարողի անդամ։ Երեք ձեր թիմակիցներից Հայկ Սարգսյան ինչ որ թվեր էր հրապարակում, որ վերջին 14 տարում բանակի թիվը 44000-ից դարձել է 14000։ Ուզում եի հարցնել, փակ ձեր քննարկումներում պատճառները այս վիճակագրության բարձել Ես կարծում եմ ձեր ներկայացրած վիճակագրությունը շատ թերիա ու լրիվ ուրիշ բանի, չէ, ուրիշ բանի մասին եք դուք հիմա խոսում։ Այդպիսի թվեր չկան։ Ասում եք քրիտիկական, Այդպիսի թվեր, հարգելի գործընկերներ, այդպիսի թվեր չկան, որոնք որ դուք եք ներկայացնում որպես բանակի թիվ, նման թիվ գոյություն չունի։ Ժամկետային ծառայության զորակոչվող Եթե նկատի ունեք զորակոչվող երիտասարդներին է վերաբերվում, կարող եմ ասել, որ այս տարի մասնավորապես զորակոչի թիվը տասնյակ տոկոսներով աճել է։ Հա, զորակոչ պետք է ասեք, զորակոչ պետք է Ալեքսանյան, ասեք, զորակոչի թիվն է։ Որն էլ ասում եմ տասնյակ տոկոսներով այս տարի արդեն իսկ աճել է Պաշտպանության նախարարության նախորդի բերած կարգավորումների շնորհիվ։ Իսկ վերջին 14 տարվա իր նշած այդ զորակոչի 44000-ից 14000 դառնալու էս Ես այդ վիճակագրությունը անձամբ չեմ նայել, չեմ համապատասխան այդ բաները կարգավորումները տեսել, բայց կարող եմ ասել, նորից եմ ասում, վերջին տարում այս տարի ունենք աճ, զորակոչի շոշափելի աճ։ Եթե չեմ սխալվում, 25 կամ 30%, գուցե մի քիչ, այո։ Իսկ դրանից առաջվա բաները ինչ են ցույց տալիս, պարոն Ալեքսանյան։ Դե չեմ կարող ասել, այդ ստատիստիկան լայն կտրվածքով չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ասում եմ, այս տարի աճ ունենք։ մտահոգությունն է այդ առումով, որ նա ինչպես ինքն է նշում, փաստորեն գնում են եւ օտար քաղաքացիություն են ստանում, որպեսզի բանակ չծառայեն եւ այս բնականաբար նման մտահոգություն կա ու նման մտահոգություն բնականաբար ունեն, գիտեք որ պաշտպանության գիտեք կներեք պաշտպանության նախարարն էլ վերջերս օրինակ հայտարարեց, որ օրինակ պաշտպանության նախարարությունը չեն կարող լինել բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց որդիները օրինակ կլինեն օտար պետության քաղաքացի։ Սա էլ այդ քաղաքականության մաս է, հարգելի գործընկերներ, այդ խնդիրը բնականաբար կա ու այդ խնդիրը արձանագրում ենք, բայց այդ խնդիրը լուծելու տարբեր մոտեցումներ կարող են լինել, որոնց հետ վստահաբար կգանք։ Պարոն Ալեքսանյան, երեք Հայկ Սարգսյանը նաև ներկուսակցական, այսպես հակասություններից էր խոսում, ոմանց մեղադրում էր, որ ասում էր, օրինակ Վարդության նիստերի ժամանակ էր, որ նա զեկուցել է խոսել իր թեմայի հետ կապված, ասել դինես մեր վերաբերում, այսպիսի արտահայտություններ անում։ Ախր կներեք, էլի նախ դուք չէ, կներեք, ախր եթե երբ որ փորձում եք ներթիմային ինտրիգներ ստեղծել կամ թեժացնել կամ բան անել, չէ, կներեք, թողեք ավարտել։ Երբ որ փորձում եք ներթիմային ինտրիգներ ստեղծել, թեժացնել, սենց ինչ որ բան անել, հարգելի Ռուզաննա, խնդրում եմ գոնե ուղիղ մեջ բերեք այն խոսքերը, որոնք որ ըստ ձեզ պետք է այդ ներթիմային ինտրիգը կամ բանը բանան։ Ոչ, վարչության նիստի մասին չի ասվել, ասվել է խմբակցության նիստ։ Հա, դե չէ, կներեք, բայց երբ որ ասում եք խմբագրության, մեր խմբակցության նիստերը ենթակա չեն լուսաբանման, իսկ ես մեր խմբակցության Ես որակումն եմ Ինչը։ անառողջ մթնոլորտում է, երբ որ մարդը Չէ, ես կարծում եմ խնդիրը իրեն ոչ մեկին պատին դեմ չենք տվել երբեք, հարգելի Ռուզաննա, կարող եմ ասել, որ մեր թիմի ներքին խնդիրները դա մեր թիմի ներքին խնդիրներն են եւ ես չեմ պատրաստվում դրանց մասին խոսել, օրինակ ընդդիմադիր լրատվականների հետ։ Կարծում եմ, օրինակ դուք կարող եք գնալ, օրինակի համար, օրինակ, չգիտեմ, Հայաստան դաշինքին այդ ոչի հարցեր տալ։ Խոսել բացահայտ, օրինակ ձեր կուսակցությունը։ Ես չեմ ասում։ Հա, դե խոսելա, ես էլ ասում, ես չեմ պատրաստվում այդ թեմա։ Ես էլ ասում, ես հարգելի եւ սիրելի Ռուզաննա, ես էլ չեմ պատրաստվում նման բաների մասին խոսել։ Շնորհակալություն։ Նորից Սամվել Կարապետյանից իրենք
պնդում են, որ այս փոփոխությունով դուք այնպես եկան, որ խոչընդոտ եք ընտրությունների ազատ ու արդարացի ընթացքը։ Արդյոք սա դրա հետ կապ ունի ու հրատապ մեղադրում են, որ սա այս փոփոխությունը ժողովրդավարություն դեմ է։ Հարգելի մեղադրում է անկիրք խնդի աշխատելավեճի մեջ Հարգելի գործընկերներ, եթե ժողովրդավարության դեմ քայլ են ուզում գտնել, թող գնան քննչական կոմիտեի բացահայտումը նայեն, որտեղ իրանց Արմավիրի գրասենյակի տասով շիկը ըստ քննչական կոմիտեի այդ մարդու արքը այլ կերպ քաղաքականապես քան տասով շիկությունը բնութագրել դժվար է, մարդկանց փող է տալի, որպեսզի այդ մարդիկ ինչ որ մարդկանց ներգրավեն ընտրություններում իրանց օգտին քվեարկելու համար ըստ քննչական կոմիտեի տարածած տեսահոլովակի։ Այնտեղ թող եթե տենց ժողովրդավարության դեմ բան են ման գալի, թող գնան գտնեն, թե ոնց են այդ մարդիկ իրար մեջ խոսում, ու այն խեղճ մարդը մեռավ այդ իրանց Արմավիրի շտաբի պատասխանատուն խնդրելով, որ հերիքա հեռախոսով սենց բաներ խոսակ, բայց այդ մարդիկ մեկա խոսում են։ Արա տոչնի առաջնորդի պես խելացի են, մեկին մեկ իրանց առաջնորդն են։ Այն մարդը 50 անգամ խնդրեց ախր դժվար է հասկանալ, հեռախոսով ասում է սենց բաներ մի խոս, մեկն ասում է լավ, փող չեմ ասի, կասեմ քյաբաբ, խելքիցով հասկանում եք ախր բանը դա մի գերմարտկային ինտելեկտի հետ մենք հիմա գործ ունենք ուղղակի, որը տենց ինչպիսին առաջնորդի մոտ է, այդպիսին էլ կրկնօրինակվում է նրանց շարքերում, սա գերմարտկային ու բնության մեջ չտեսնված մի ինտելեկտի հետ մենք գործ ունենք, որը սարսափազդու է, երբ որ տենց ասում են վախենում եք բան, հա, այդ սարսափազդու ինտելեկտից ուղղակի չսարսափելի ես չեմ պատկերացնում, թե ոնց կարա լինի։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով, ինչպես են փոխվում այդ ընտրությունների ազատ ու արդարացի հանձնացման չափսակման։ Իստումա ապուշություն է, նախ փաստացի մարդը ըստ երևույթին ես չգիտեմ ինչից է որոշել, որ ինչ որ մեկի անձնանունը, եթե քվեաթերթիկի վրա չկա, դա բան է, նշանակում է, որ ընտրությունները ազատ չեն կամ ժողովրդավար չեն։ Հարգելի քաղաքացիներ, պետք է ասեն, որ ցանկացած կուսակցություն, եթե ուզում է, որ ինչ որ մեկի անունը լինի իր քվեաթերթիկի վրա, պետք է այդ մարդուն գրանցի որպես տեխնացու իր առաջի եռյակում։ Այստեղ ինչ որ բան չկա, անհասկանալի կամ աննախադեպ բան չկա։ Այդ քվեաթերթիկը, որ նայում եք, գրած ալնում կուսակցության կամ դաշինքի անունը ու ներքևը 3 անուն ալնում, առաջի համարյա անունը, երկրորդ համարյա անունը եւ երրորդ համարյա անունը։ Եթե ինչ որ մեկ ուզում է ինչ որ մեկի անունը գրանցել քվեաթերթիկի վրա, դրա բոլոր հնարավորություններն ունի, թող այդ մարդուն ներառեն իրեն ցուցակի առաջի եռյակում։ Ուրիշ բան իհարկե, որ այդ մարդը բանից պարզվի, որ ասենք 20 երկրի քաղաքացի է, 40 երկրի շպիոն է, չգիտեմ, այնտեղ ես իմ այն ինչա, ու չի կարա գրանցվի տեխնացու, այդ էլ դե արդեն կներեք։ Այդ մարդու անունը պետք է լինի, օրինակ մեր քվեաթերթիկների վրա Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ սխալվում, իրենց պաշտպաններից մեկը, դատաբաններից մեկը ասում է, որ այդ ձայնագրությունը ոչ միայն հնարթած է, նաև դրան հետ առնչվող մարդը արդեն արդարացվել է դատական որոշումով։ Ես չեմ կարող այդպեսի ինչ ասում։ Կներեք ինչ ասում։ Ասում է դատական որոշում կա եւ այդ հիշատակում է որ կա, ես ուզում եմ հիմա ուղղակի փաստաբանի գտնել այդ։ Ով է այդ փաստաբանը։ Չգիտեմ, բայց այդպիսի տեղեկություն կա, այսինքն այդ Չկա այդպիսի տեղեկություն, ոչ չկա։ Ես չգիտեմ դուք փորձա, ախր հասկանում եք մեր խնդիրը որն է։ Մեր ընդդիմությունը այնքան շատ է կաշառքի վրա բռնվում, ու այնքան շատ են ձայնագրություններ կան իրանց կաշառք բաժանելու, որ հիմա կարող է պարզվի, որ ինչ որ մի հատ 5-րդական ինչ որ ձայնագրության հետ են իրանց կաշառք բաժանելու։ Շատ լավ, հենց գտնեք իմ սենյակի տեղը գիտեք, հարգելի Ռուզաննա, շնորհակալ։ Գտակ ասեք դե։ Հաստաբանը, լավ, ես առանձին ձեզ կասեմ։ Լավ, եթե հարցեր չկան, մի հարց էլ պարոն Ալեքսանյան, գիտեք, որ առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր ուժերի ցուցակը, այսպես ասած, ցանկը առնվազն մեկով նվազեց, Հանրապետական կուսակցությունը օրերս կայացած համագումարի արդյունքում որոշեց, որ չի մասնակցել։ Անմիջականորեն չի մասնակցելու։ Անմիջականորեն չի մասնակցելու, բայց ձեռքերը ծալած չի նստելու եւ այսօր արդեն ժողովրդական նման մի բան է տարածել կուսակցության ներկայացուցիչներից Արմեն Աշոտյանը, ասում են, որ իրենք ամեն դեպքում մասնակցություն ունենալու են նախընտրական գործողությունների վրա։ Չի բացառում նաև, որ իրենց կուսակցության տարբեր ներկայացուցիչներ տեղ գտնեն այլ։ Բայց արդեն գտել են վերջապես ձեր նշած բանը, ինչ անունը,
գերֆանտաստիկ ինտելեկտի տեր օլիգարխի ցուցակում օրինակ տեղագտել իրենց արտաքին հարաբերությունների պայծառագույն ճակատը Էդգար Ղազարյանի տեսքով, որը ակնհայտորեն նոր ուժ, նոր թարմություն ու առհասարակ արտաքին հարաբերությունների ոլորտում գիտելիքի, ինտելեկտի ու պատրաստվածության նոր մակարդակ է հաղորդել արհեստական բանականությամբ ստեղծված այդ օլիգարխի կուսակցության ու դաշինքին։ Գիտեք նաև որ 50-ից ավելի տարբեր հանրապետականների մասին է մամուլում հրապարակում եղել, որ էլի բան են անում, սատարում են արհեստական բանականությամբ գեներացված օլիգարխին։ Գիտեք նաև, որ հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի թևից մասնավորապես այս ընտրություններին մասնակցում Արման Թաթոյանը, որը ճիշտ այնքան հլու է Սերժ Սարգսյանին, որքան որ հլու կարա լինի Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանին, ասենք առանձնապես մեծ տարբերություն չկա Արման Թաթոյանի ու ասենք Արմեն Աշոտյանի միջև, իրենք նույն ռանգի հանրապետական գործիչներ են, նույն ռանգի սերժական գործիչներ են, նույն ռանգի սերժահպատակ քաղաքական գործիչներ են ու հետևաբար այս մասով առնվազն ակնհայտ է, որ այո հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի ռեսուրսը կկիսի այս երկու ուժերի միջև։ Այսինքն Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընտրապայքարին պարզապես միջնորդավորված։ Դա ակնհայտ է, իրանք էլ են, բայց իրանք հենց իրանք հայտարարության մեջ դրա մասին ասում են անմիջականորեն չենք մասնակցելու։ Խոսքը վերաբերում է ուժեղ Հայաստանի հետ կապված ձայնագրությանը, որ հրապարակվել էր Կաշառքի եւ փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ ձայնագրությանը կոնկրետ որ կտորին։ Կաշառքերի հետ կապված ձայնագրություն, չգիտեմ, նախավերջին երևի վերջին հայտարարություն։ Դե հիմա դե այդքանի մեջից թող ասեն կոնկրետ որն է, նայեմ հասկանամ, բայց ինչքան ես գիտեմ, տենց չի։ Մի քանի օրվա մեջ հասցրել է դատական վճիռել ու բանանել։ Դուք երևի մեջբերում եք Էջմիածնի ընտրությունների ժամանակ։ Չէ, ես մի մեջբերում եմ Արմավիրի, այո։ Մի քանի օրվա մեջ հասցրել է բան լինել, դատավճիռել։ Նորա կներեք հայտարարություն տվել ու նորա բան արել։ Այդ մի քանի օրվա մեջ հասցրել է դատական վճիռել։